Ես իմ կյանքից տարբեր պատմություններ եմ պատմում եւ ոնց տեսնում ձեզ դա հետաքրքրում է եւս մեկ պատմություն եմ ուզում պատմել, բայց դա իմ լուսահոգի պապիկի հետ է եղել, մամայիս պապայի հետ։ Այն ժամանակ նա աշխատում էր հիմա Մարիոթ հյուրանոցը, այն ժամանակ Արմենիա էր կոչվում, այնտեղ էր աշխատում։ Մեծ տարիքում շվեյցար էր աշխատում, դռնապահ է երևի, եւ մի ռուս մարդ է գալիս եւ սկսում է իրեն մեծամտորեն պահել։ Իրոք այդ ազգի մեջ կան, հա, մեծամիտ մարդիկ, չեմ ասում բոլորն են, բայց գոնե ես շատ եմ հանդիպել։ Հաջորդ վիդեոյում իմ հետ արդեն պատմություն կպատմեմ, որը ապացուցում է իրենց մեծամտությունը եւ այսպես ասում է, որ մենք ռուսներս, դուք ով եք, դա սովետն է լինում, դուք մեր ենթականերն եք եւ այլն, անշնորհք բաներ է ասում։ Իսկ իմ պապիկը շատ հայրենասեր էր, Շիրազի մոտիկ ընկերն էր, դե պատկերացեք նա ինչքան հայրենասեր էր, պապիկս էլ այդքան հայրենասեր էր եւ ասում է, գիտես ինչ, երբ որ դուք դեռ որպես ազգ չկայիք եւ ծառերի վրա թռվռում էիք կապիկների նման, մենք արդեն գինի էինք խմում եւ այդ գինին ամբողջ աշխարհում անուն ուներ որպես հայկական գինի, սրան տեղն է դնում, սա կմկմում է, չգիտի ինչ ասի եւ թողնում գլուխը կախ հեռանում է, այնպես որ էս է ուզում պատմել, լավ որ ձեզ